Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ։ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Տիկին Կարապետյան, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եկեղեցուց մայրաթոռից, զատ փորձում են մի նոր հավատք կամ, չգիտեմ, շարժում ստեղծել։ Կոչ են անում, ասում են, եկեք պատարագի հովանավանքում, որը մատուցվում է մի քահանայի կողմից, որը իրավասություն չունի, առհասարակ ծես կատարելու, այստեղ խնդիրը նաև այն է, որ իրենք ասում են կաթողիկոսն է կարգալույծ եղած եւ չի կարող քահանային կարգալույծ անել։ Հիմա ստացվում է կաթողիկոսի կողմից օծումը ընդունել են, սա չեն ընդունում արդեն կարգալույծ անելը։ Ինչ է կատարվում եկեղեցու շուրջ ու եթե բառապաշարը հետևենք Նիկոլ Փաշինյանը ինչպես էր արտահայտվում, գործակալներ, սրբապիղծներ, ինչ կասեք այս մասին։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գնում է մանիպուլյացիաների ճանապարհով, որովհետև եթե կան սրբապղծության, չգիտեմ, մանկապղծության անգամ հնչել են մեղադրանքներ կամ ինչ որ մարդկանց գործակալ լինելու հետ կապված, եղբայր, իշխանություն եք, ունեք տեղեկություն, ունեք հատուկ ծառայություններ եւ հետեւաբար հնարավորություն ունեք այդ բոլոր հարցերին, որոնք քրեական օրենսգրքով նախատեսված պատիժներ են նախատեսում, գնացեք իրancs հետևից։ Քրեական գործեր հարուցել։ Երբ որ հարցը ուղղում ենք, ասում ենք փաստեր, իրենք հիմնվում են միայն դրա վրա, որ մայրաթոռը կաթողիկոսը չեն հերքում այս տեղեկությունները։ Ասում են, փաստեր չկա, բայց միայն այն, որ իրենք չեն հերքում, այն նույն կաթողիկոսի օրինակ զավակ ունենալը։ Ասում են կաթողիկոսը չի հերքում այդ ամենը ըստեյության։ Հիմա արդյոք ցանկացած հայտարարություն, որ արվում է, դրա հետևից պիտի գնան, դրա հետևից պիտի արձագանքեն կամ հերքեն կամ չգիտեմ, ամեն ասած ապուշության կամ հիմարության հետևից պիտի գնան մարդիկ ու հերքեն, իհարկե ոչ, դա հերքել չհերքելը դա մարդու իրավունքն է։ Արձագանքել չարձագանքելը դա մարդու իրավունքն է։ Իշխանությունները ունեն պարտականություն ի տարբերություն մարդկանց, որոնք ունեն հնարավորություն իրավունք ինչ որ հարցերին արձագանքել, ինչ որ հարցերին չէ, իշխանությունը ունի պարտականություն։ Եթե կան Հայաստանի Հանրապետության ներսում մարդիկ, կառույցներ, կազմակերպություններ, չգիտեմ, անհատներ, որոնք գործակալներ են այլ երկրների ներկայացուցիչներ են, ապա իշխանությունը ուղղակի ունի պարտականություն անվտանգությունից ելնելով process-ներ սկսի, ապացուցի դա եւ process-ներ սկսի եւ գործողություններ իրականացնի։ Եթե դա չի անում, ուրեմն ներողություն դուք կամ ձեր տեղում չեք, կամ ձեր ասածը ճշմարտություն չի։ Այն որ շատ-շատերի մոտ կա անհանգստություն եւ ես եւս մեղմ ասած այդքան էլ հաշ չեմ եղել տարբեր բարձրաստիճան կրոնական ներկայացուցիչների հետ, դա շատ վաղուց հայտնի փաստ է։ Հա մենք շատերս հաշ չենք եղել, բայց այն ճանապարհը, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանը, հակասահմանադրական ճանապարհը, որովհետեւ կրոնական կազմակերպության ներքին գործերին միջամտելը, դա հակասահմանադրական գործողություն է, դա քրեորեն պատժելի գործողություն է, որովհետեւ մարդիկ դուրս են գալ իրենց լիազորություններից եւ հետեւաբար դա անթույլատրելի գործողություն է։ Հիմա այս եւ կոնվենցիաներին, բազմաթիվ կոնվենցիաներին հակասող գործողություն է։ Հետեւաբար այս մարդիկ ուղղակի այսօրվա իշխանությունը եւ իրենց սատարող տարբեր սատելիտներ ուղղակի քրեական պատասխանատվության ժամանակը գա եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իրենք ասում են, որ նույն եկեղեցական կանոնագիրքը հոգեվոր խորհուրդը չի գործում։ Դրա համար իրենք հիմա ստիպված միջամտում են։ Ես հարց տամ, իսկ իշխանությունները գործում են եւ անում են ամեն ինչ այն պարտավորությունները, որոնք որ իրենց ստանձնել են։ Երբ որ ինչ որ խումբ մարդիկ գալիս են իշխանության, իրանք ժողովրդին ներկայացնում են որոշակի քաղաքական ծրագիր, հա։ Եվ այդ ծրագիրը իրականացնելու համար են, որ ստանում են մարդկանցից քվե։ Հիմա այս իշխանությունը, որը դժգոհում է ինչ որ կառույցներից մեկի կանոնագրքով չառաջնորդվելու, իրանք բոլոր պարտավորությունները կիրականացրել են։ Իրանք դրա իրավական իրավունքը ունեն, իրանք դրա բարոյական իրավունքը ունեն։ Ես ասում եմ, որ չունեն դրա բարոյական իրավունքը։ Երբ որ դու քո տեղում չես, քո ճիշտ դիրքում չես, դու ուրիշից ինչ իրավունք ունես ինչ որ բան պահանջելու։ Կամ ես ուրիշ հարց ունեմ ու ես բոլոր եթերներից այս նույն հարցը տալիս եմ։ Նորից ներողություն եմ խնդրում բոլոր կրոնական կազմակերպություններից, որոնք Հայաստանում գործում են։ Ժորժ ջան, բոլոր կրոնական կազմակերպությունները ստուգել են, բոլոր կրոնական կազմակերպությունների կանոնագրքերին համապատասխան են այնտեղ գործում, ովքեր որ գործում են։ Այնտեղ հետ շպիոն չկա, թե բոլոր շպիոններին բռնել եք այնտեղի։ Ես այդ նույն հարցը տալիս եմ, եթե միայն հայ առաքելական եկեղեցու դեմ
այս տեսակ արշավա տեղի ունենում, սա նշանակում է, որ թիրախավորվել է ոչ թե մեկ անձը, մեկ անհատը, կոնկրետ դեպքում, չգիտեմ, կաթողիկոսը կամ սրբազանները, այստեղ թիրախավորվել է հենց կոնկրետ հայ առաքելական եկեղեցին։ Ու այստեղ հաջորդ հարցն է գալիս, ինչու հենց հայ առաքելական եկեղեցին, շատ պարզ տրամաբանական հարց, որովհետև այսպիսի պահանջ է ներկայացնում Թուրքիան եւ Ադրբեջանը, բաց եւ այսպես հուշումներով, որ իրենք ակնկալում են, որ երկու հարց է լուծելու Նիկոլ Փաշինյանը կամ այսօրվա իշխանությունը։ Առաջինը դա եկեղեցին է, հայրաքելական եկեղեցին, երկրորդը դա Սփյուռքն է։ Ու հետևողական պայքար այս երկու ինստիտուցիոնալ կայացած կառույցների դեմ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ է դառնում, որ սա մտածված, հաշվարկված կոնկրետ գործողություններ են։ Եթե Ադրբեջանը ունենար այսպիսի կրոնական կազմակերպություն, այսպիսի երկար ժամանակի պատմություն ունեցող, ավանդույթներ ունեցող, լիազորություններ ունեցող, հնարավորություններ ունեցող եւ այսպիսի Սփյուռք, որն այս չափ կայացած է եւ այս չափ ռեսուրսներ ունի, հիմա աշխարհը շուռ է տվել։ Տիկին Կարապետյան, գուցե սա պայմանավորված է իրենց այս 4 հանրապետության տեսլականով, իրենք բաց ասում են, որ իրենք փորձում են նոր, այսպես միջավայր ստեղծել, նոր մտածողություն, փորձում են դուրս գալ, ինչպես իրենք են ասում, հին կաղապարներից իրենց խոսքով։ Դա իրանց համար է կաղապար, մեզ համար դա մեր ինքնությունն է։ Իրեն հայ համարող մարդու համար, անգամ եթե այն մարդիկ, ես շատ մարդկանց հետ եմ շփվել եւ որպես ժամանակին իրավապաշտպան եւ հիմա որպես հանրային հասարակական քաղաքական այդ նաեւ գործիչ, ես հիմա շփվում եմ նաեւ շատ մարդկանց հետ, ովքեր երբեք չեն եղել հայ առաքելական եկեղեցու հետևորդները, բայց անգամ բան են եղել, հա, ագնոստիկներ են եղել, աթեիստներ են եղել։ Այս մարդիկ անգամ վտանգը զգում են, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է, դուր է գալ ինչ-որ մարդկանց դուր չի գալիս։ Դա այդպես է, սա միակ կառույցն է, որը 1700 տարի ավել, 1700-ից ավել տարվա անքակտելի, չընդհատվող եւ ինստիտուցիոնալ բնույթ ունեցող, ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող, պատմական հիշողությունները պահպանող մեր միակ կառույցն է։ Նորից եմ ասում, եթե հանկարծ Ադրբեջանը ունենար այսպիսի Սփյուռք կամ այսպիսի եկեղեցի, պատմությունը ինստիտուցիոնալ որպես եւ ցանցային կառույց, իրանք հիմա աշխարհը շուռ են տվել։ Հենց դա է, որ վտանգ է ներկայացնում դրսի համար եւ հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն փորձում է կազմակերպել այս բոլոր կառույցները։ 4-րդ հանրապետությունը դա հիմարության գագաթնակետն է։ Պետությունը հարատեվության մեջ է։ Այո, բոլոր պետությունները ունենում են դժվարություններ, բոլոր պետությունները ունենում են անկումներ, անգամ մեծագույն կայսրություն ժամանակին համավոր երկրներ ունեցել են պարտություններ ու շատ ծանր ժամանակներ, բայց դա չի նշանակում, որ պիտի չեղարկես քո պետությունը ու ասես ես գալիս եմ լավ գաղափարներով։ Ու ամենակարևոր հարցը, արդյոք Նիկոլ Փաշինյանը ու իրան շրջապատող այդ սազանդարներն ու պրոպագանդիստները կամ իր թիմակիցները այն գիտելիքի, այն արժեքների կրող մարդիկ են կամ այն բարոյական նորմերի կրող մարդիկ են, որոնք պիտի մեր հասարակությունը ինչ որ նոր բան բերեն։ Հաստատապես ոչ։ Այս այն մարդիկ են, որը տարական հարցը, հա, խոսքին տեր կանգնելը, խոստում տալը ու խոստումի հետևից գնալը, չգիտեմ, պատասխանատվություն ձեր վրա վերցնելը զերո բան ունի, հա, այս մարդկանց մոտ, հայկականության հետ կապ ունենալը, մարդը գնացել կանգնել են Օհանավանքում ներողություն, բանում, հակառակ ձեռով խաչակնքվում է, ու ասում է ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու ես ինձ իրավունք եմ վերապահում, կամ ստեղ տեսեք քահանային, որը դաջվածքներով շատ դաջված ու ինչպես երևաց, նաև իշխող թիմի անդամ է եղել միջոցառումների մասնակցել։ Դե ինչ ասեմ, այս մարդիկ ընդհանրապես կապ չունեն։ Տեսեք, մեզ կարող է շատ բան դուրս չգալ։ Եվ այսօրվա Հայաստանի եւ երեկվա Հայաստանի մեջ եւ հայրաքելական եկեղեցի ներսում տիրող իրադարձությունների դեպքերի հետ կապված, անհետների հետ կապված հարցեր կան, որոնք կարող են եւ դուրս չգալ եւ դուրս չեն գալի շատերի։ Բայց գնալ այդ կառույցները կազմակերպելու, այդ երևույթները կազմակերպելու, կներեք դուք ով եք, որ եկել եք այդ ճանապարհը։ Իդեպ եթե մենք հետևենք այդ Կիրակի օրը Հովանավանքում, նախ միանշանակ է, որ ոչ բոլոր, հա, իշխանական թևից շատերը տարբեր պատճառաբանություններով չեն եկել, մի մասն էլ եկել էին, բայց չեն ցանկացել անգամ ներս մտնել, այդպես դրսում կարծես ներկայություն էին ապահովել, սա ինչի մասն է խոսում։ Ու առհասարակ, եթե հետևենք, նաև քահանաներից շատերն էլ, հա, շատ քչերն են, որ միանում են այս արշավանքին, Տիկին Կարապետյանց, հուշ են հայտարարություններում։ Ես գիտեմ, որ կա ներսում դժգոհություն, դա
կան մարդիկ ներսում հոգեվորականներ, որոնք իսկապես դժգոհ են ստեղծված իրավիճակից, բայց ամենայն հավանականությամբ իրանք իսկապես հավատում են Աստծուն եւ իսկապես հավատում են, որ հայ առաքելական եկեղեցին ունի իր յուրահատուկ դերն ու դերակատարումը։ Այլապես, գիտեք, այն ինչ որ ժամանակավոր է, այն ինչ որ էական չի, այն ինչ որ ձևական է ու իր հիմքում չունի արժեք, դա շատ շուտ վերանում է։ Եթե ինչ-որ մի կառույց 1700 տարուց ավել գործում է անդադար, սա նշանակում է, որ այս եկեղեցին որոշակի արժեք է ներկայացնում իրանց եւ որոշակի, ինչ ասեմ, կարեւորություն ունի։ Եվ հետեւաբար երևի թե, չգիտեմ, Աստծուց են վախեցել, ամեն դեպքում եկեղեցին են կարևորել, բայց իսկապես շատ մարդիկ, որոնք ժամանակին տարբեր միջոցառումների, գիտեք, են ֆեստերին անպայման գնում են, մասնակցում են, տեն շատ բուրըն եւ իրենց նկարներն են տարածում, այստեղ ուղղակի չեն եկել։ Ես հույս ունեմ, որ այս մարդկանց մեջ այսքան մարդկություն է մնացել, այսքան մի 0.000.1 հայկականություն է մնացել եւ քրիստոնեություն է մնացել եւ սրանք հասկանում են, որ պիտի հասկանան, եթե մինչեւ այս բանը չեն հասկացել, որ այս տեսակ գործողություններին ուղղակի ներում չկա։ Պետականության կազմակերպման process-ին չափ ու սահման կա։ Իսկ քահանաների մասով սա ինչի մասին է խոսում։ Դե ամեն դեպքում ինձ թվում է այ քահանաները մի քիչ ավելի շատ երևի կհավատան Աստծուն, քան քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ եւ հետեւաբար այ իրանք էլ են ենթադրում եմ։ Չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել, բայց կարծում եմ այնուամենայնիվ մեջները գիտակցություն կա, որ չի կարելի կազմակերպել այն, ինչ 1700 տարուց ավել պատմություն ունի։ Տիկին Կարապետյան, այս դեպքում եթե մենք ակնհայտ է, հա, որ այս գործընթացներում ընդդեմ եկեղեցու թե հանրության մոտ թե առհասարակ այդպես մեծ խանդավառություն չկա, բայց իշխանությունները հենց Նիկոլ Փաշինյանն իրենք ասում են, որ իրենք գործում են ժողովրդի անունից, ժողովուրդը կաթողիկոսին չի վստահում ու եկել են այդ առաքելությունը կատարելու ու դրա համար են ուզում հեռացնել։ Այսինքն ժողովրդի անունից են գործում։ Դե իրան ինքը բոլոր հանցագործությունները տեղի են ունենում ժողովրդի անունից։ Ժողովրդի անունից ամեն անգամ, եթե հիշեք, ասում էր, որ մենք մոտավորապես 600,000 ձայն ենք ստացել եւ այդ 600,000-ի անունից ենք մենք գործում։ Այնինչ այդ 600,000-ից ճնշող մեծամասնություն իրանց ձայն չէր տվել այն ամենի համար, ինչ որ իրանք հիմա իրականացնում են։ Ուղիղ հակառակ տեքստերն ենք լսել։ Ընտրություններին ընդառաջ իրանք պատմում էին Հադրութի, Շուշիի մասին, իրանք պատմում էին Բերձորի ճանապարհը պահպանելու մասին, մեր կապերի մասին, չգիտեմ, հիշեք ինչեր են, էլ հազարով մի պատմություն են պատմել այնտեղից։ Բայց արեցին ուղիղ հակառակը։ Հետևաբար իրենք ես այն ժամանակ եմ ասել, որ այս մարդիկ լեգիտիմություն չունեն, որովհետև ընտրվելու պահին ձայներ հավաքած մարդը այո, այդ պահին ինքը ունի լեգիտիմություն, ինքը ստացել է այդ քվեները, բայց այն պահից, երբ որ ինքը դադարում է իրականացնել իր տված խոստումները, այն ինչով ինքը գալիս էր ընտրության, կներեք, ասում այդ մարդու լեգիտիմությունը նախ 0 է, փաստացի 0 է, իսկ այն 10-15 ինչ որ տեղերով 20%-ը, որ մեկ-մեկ ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումների արդյունքում, այդ են մարդիկ են, ովքեր sense տենենց կամ հմեկ նայողներն են, նրանք ովքեր մենակ հմեկ են նայում, կամ այն մարդիկ են, ովքեր ինչ որ չափով հետաքրքրություն ունեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրման հարցում, հա, ինչու բարեկամ ունեն, որը պաշտոն ունի, այդ պաշտոն ունեցող բարեկամի հաշվին իրանք տենդերներ են շահում իրանք գյուղերում, այս այդ մասսան է։ Մնացածը շատ արդեն տարբեր էլի սոցիոլոգիական հարցումներով մոտավորապես 57-60-ից մինչև 80% մարդիկ ուղղակի ֆիզիկապես տեսնել չեն ուզում, ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ու սա անընդհատ կրկնվող process է, այնպես չի, որ ինչ որ իրադարձություն տեղի ունեցավ, ու այդ սոցիոլոգիական հարցումը դա է ցույց տալի։ Ես վերջերս նայել եմ 23-24-25 թվականների սոցիոլոգիական հարցումները եւ հա կա փոփոխություն, ինչ որ շարժ կա, բայց մեծ մասամբ այո հասարակությունը պատրաստ է մերժել եւ նախկինների, ինչպես որ նախկիներին մերժեց, նույնչափ մերժել է այս իշխանությունը։ Տիկին Կարապետյան, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տեսանյութեր, ձայնագրություններ, գաղտնալսումներ անգամ։ Դրանց մի մասը քննչական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում օրինական կերպով, բայց նաև դրա հակառակն է կա, որ անգամ լոգարանում են տեսագրություններ հրապարակվում մարդու անձնական կյանքի վերաբերյալ։ Իդեպ այստեղ մի հանգամանք դուք հավանաբար հետևել եք իրադարձություններին, իշխանությունները իրենց կայքերով միանգամից խոսքը Արշակ Սրբազանի ձայնագրության մասին է, այնպես դասավորվեց ըստ իշխանական աղբյուրների, որ Արշակ Սրբազանը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, դրանից հետո է դա հրապարակվել ու սկսում են իրար հետևից քննադատել, որ վայ ձայնագրությունը ապօրինի կերպով է ձեռք բերված անձնական տվյալներ
Բա որ ապօրինի է ձեռք բերված ու դուք հասկանում եք որ դա անբարոյական է հարց տամ այդ անհայտ Telegram կանալից ինչի եք քաշում գցում ձեր էջը եթե ես համարում եմ որ ինչ որ տեսանյութ ինչ որ պատկեր անբարոյական է եւ ապօրինի է արված եւ դա անթույլատրելի է ես երբեք դա իմ էջում չեմ գցի բայց դուք քաշում եք ձեր իշխանական բաները քաշում են իրանց էջերի վրա գցում են հրապարակում են հետո երբ որ տեսնում են որ հասարակությունը չի ընդունում իսկ հասարակությունը շատ վատ իմաստով վերաբերվեց ոչ թե Արշակ չէ Սրբազանին այլ տարածողների վերաբերյալ քննադատություն հնչեց, սկսեցին հաջորդ էտապը, ասում եմ, ստի մյուս ոտքը սկսեց աճել, պարզվում է, որ թե բա Արշակ Սրբազանը իրենց եկեղեցու ներսից է դա։ Հա, բա դա կաթողիկոսն է տարածը, ժողովուրդ ամոթ է։ Այս հասարակություն, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը արդեն բավարար փորձառություն ունի, այդ թվում նաև այս իշխանությունների տարածող ինչ ասեմ նյութերի տեղեկությունների կեղծ տեղեկությունների մանիպուլյացիաներն հակաթույն է մեջը ձևավորվել է իմունիտետ է ձևավորվել այս հասարակությունը այլևս չի ուտում այդ կուտը դենց որ ասում եմ սրանք շատ վատ վիճակում են գտնվում իրենք գրեթե զրոյական իշխանությունն են զրոյական Ինչպես էր ասում 18 թվական Նիկոլ Փաշինյանը իշխանությունը ընկած է փողոցում ես պնդում եմ որ այսօր իշխանությունը ընկած է փողոցում եւ այն թիմերը, ովքեր կկարողանան բառացիորեն վաստակել ժողովրդի վստահությունը, հեշտ ու հանգիստ կարողանալու են վերցնել այդ իշխանությունը փողոցից։ Մենք այսօր տեսնում ենք, որ այն ֆիգուրները, որոնք ընդդիմադիր են, հա, հանդես գալի ու հիմնական ֆիգուր են քաղաքական դաշտում, մեկը մյուսի հետևից քրեական գործընթացների մեջ են հայտնվում, կալանավորվում են։ Մասիսի քաղաքապետով, որ այլընտրանքային այս փայլությամբ իմպիչմենթի տեխնացուներ Գյումրիում տեսանք ինչ կատարվեց Վարդան Ղուկասյանը։ Ես իրանց անկեղծ ասած չեմ գնահատում որպես ալտերնատիվ քաղաքական ուժ, որովհետև հասարակությունը հավասարապես մերժել է թե նախկիններին, թե ներկաներին ժողովուրդ, ասում պետք է դրա հետ հաշտվել։ Ես դատապարտում եմ այն ձևը, այն մեթոդը, որով որ գնում են մեր փաստացի քաղաքական օպոնենտների հետևից, դա շատ խիստ դատապարտելի է։ Այն տարբերակները, որոնցով որ առաջնորդվում են կամ չգիտեմ, այն քրեական գործերը, որոնք ոչ մի բանի մասին են, օրինակ Սամվել Կարապետյանի հետ կապված։ Բայց այս մարդիկ միակ քաղաքական ուժը չեն եւ միակ Նիկոլ Փաշինյանի ապանենտը չեն։ Մենք ունենք նոր ձևավորվող procesներ, որտեղ շատ մարդիկ, ովքեր նախկինում որևէ ներգրավվածություն չեն ունեցել, իրենք նաև հայտ են ներկայացնում։ Եվ ես կարծում եմ, որ իրական ուժը, իրական ապանենտը Նիկոլ Փաշինյանի լինելու են հենց այդ ուժերը, որոնք նախկինում չեն մասնակցել, ինչու։ Որովհետև հենց որ դուրս են գալի նախկին իշխանություններից որից է մեկը, մատով ցույց է տալի դու գողացել ես բանակից տալ ես քեզ դաչա ես սարքել, դու գնացել ես, այս ինչը չես արել, այս ինչն ա եղել, դու գողացել եք դավաճանը դու ես դու դավաճան, այս թեմայի մեջ են մնում։ Որ պահից որ դաշտում հայտնվի այն իսկապես այն մարդիկ ովքեր որ պատրաստ են պատասխանատվություն վերցնել գնալ փոփոխությունների ռեալ իրական փոփոխությունների այդ ժամանակ մենք ունենանք ընդդիմություն որի Նիկոլ Փաշինյանը բան չունի ասելու բացի մահափորձերը չկանխարգելելուց բացի կեղծ քրեական գործեր հարուցելուց ուրիշ գործիքակազմ չունենալու ինչ պիտի ասի օրինակ մեր ուժին ինքը ինչ պիտի ասի ինչ են կարել բանակն ենք թալանել ինչ են կարել պիտի ասի որ իրանց այդ թվում նա իր թիմակիցների հետևից երբ որ տանում են քաղմաս վազելով գնում են գիշեր ցերեկ հետները աշխատում ենք ինչ պիտի ասի երբ որ իրանց բռնության են ենթարկում մեր հետևից ավելի շատ բան կար հա գաղտնալսում կար քան իրանց հետևից ինչը պիտի օրինակ ասի բան չունի ասելու այս մարդը բացի նվիրված աշխատանքից որը ելի է պետության ու նաև իրանց իրանքների վերականգնման համար է եղել այնպես որ իրական հակառակ քաղաքական գաղափար ունեցող միտք ունեցող թիմերը դեռ այդքան տեսանելի չեն, բայց դեռ ժամանակ կա, ես կարծում եմ կհասցնեն։ Դա քաղաքական process-ն է, Տիկին Կարապետյան, ես ավելի շատ իրավական առումով կուզեի, որքանով են այս իրավաչափ ու բացի սա, օրինակ մենք տեսանք, որ կոնկրետ Գյումրիում միայն քաղաքապետով հա չսահմանափակվեցին, եթե չեմ սխալվում, 40-ից ավել անձին կան, ովքեր պարզապես այնտեղ մասնակցել են այդ պահին ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիայի, նախ այդ այս իրավիճակը ու լռությունը, հա, իրավական համակարգի, օրինակ շատ դեպքերում, երբ որ հարց է ուղղում, իշխանության ներկայացուցիչների նախարարներին, ասում են չենք տեսել։ Նույն իրավապաշտպանները, օրինակ Գյումրիում գիտենք հայտնի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, որը միշտ ակտիվ է, բայց Գյումրիի դեպքերով լռում է, սա ինչպես կբացատրեք այս լռությունը նրանց։ Դե կոնկրետ մարդկանց փոխարեն կդժվարանան պատասխանել, բայց ցավալիորեն այո, մենք ունենք իրավիճակ, որտեղ ակնհայտ
հանցավոր գործողությունների պարագայում մենք ունեցել ենք քաղաքասարակության տարբեր ներկայացուցիչների տոտալ լռություն կամ հակառակ տեսակետ։ Օրինակ հունիսի թե հուլիսի 12-ի դեպքերը, երբ ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, լրագրողների նկատմամբ ու այդ նույն process-ի այդ ծեծի ջարդի ժամանակ վարչապետը թիվ 1 ամբիոնից ասում էր լավ են արևոստիկանները, իրանք տերորիստական ինչ-որ գործողություն են կանխել, այլ ոչ process-ա տեղի ունեցել, ոչ քննություն ա տեղի ունեցել, ոչ տերորիստական ակտ պիտի տեղի ունենար, թե բա հոկտեմբերի 27 են կանխել, այդ իրա քաղաքասարակության մոլի երկրպագուները, որ կան քաղաքասարակության ներսում, եկել էին ասում են, բա գիտես ասում հոկտեմբերի 27 են կանխարգել, ընկեր ջան, կանխարգելու էին, մի ժամ շուտ բռնեիք, այն բաներով, մանկասայլակներով զբոսնող մայրերին կամ լրագրողների վրա ինչի՞ք կրակում, ոչ մի անգամ այդպիսի բան չի եղել, բայց արի ուտես գտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին արդարացնել, որովհետև քաղաքասարակության մի մասը, ես սա արդեն շատ երկար ժամանակ եմ ասում ու դա բավականին լուրջ, այսպես դիմադրության է հանդիպում, բայց ես կարծում եմ, որ ինչ որ պահ եկավ ու ես համարում եմ, որ անբարոյական կլիներ լռել այն իրավիճակի մասին, որը մենք ունենք քաղաքասարակության ներսում ու արդեն մի քանի տարի ես դրա մասին խոսում եմ, որ քաղաքասարակության ներսում կա շատ լուրջ պառակտում, որովհետև կան մարդիկ, ովքեր բառացիորեն իրականացնում են պրոպագանդիստի դերակատար են վերցրել, այսինքն արդարացնում են Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները, մի մասը կա, որ մեկ քննադատություն է հնչեցնում, բայց երբ որ գնում են փակ հանդիպումների, այդ թվում միջազգային գործընկերների հետ գովաբանում են մի այլ կարգի, մի այլ տեսակի ու իրական հանրային քննադատություն հնչեցնողների մասին էլ ասում են, որ սրանք մարգինալ են, սրանք փոքր խումբ են, սրանք դժգոհ են, որ իրանց պաշտոն չեն տվել։ Այսինքն մարդկանց պատկերացումը կյանքում այդ մի գիծն է, էլի, եթե պաշտոն տվել են, ուրեմն լավ է, եթե պաշտոն չեն տվել, վատ է։ Մարդիկ իմիջիալոց մյուս պատճառ ասեմ, բազմաթիվ մարդիկ ներգրավված են, օրինակ տարբեր հանձնաժողովների անդամներ են, որոնք նաև վճարովի ծառայություններ են, փորձագետներ որպես վճարովի ծառայ։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Դու որպես փորձագետ ներգրավում ես ինչ-որ process-ի մեջ եւ իրականացնում ես աջակցություն, օգնում ես, բայց դա իհարկե կաշկանդում է։ Իսկ եթե այդ հանձնաժողովը ամիսներ շարունակ չի աշխատում, գործունեություն չի իրականացնում, իսկ դու վարձատրվում ես, իսկ միգուցե դա քո լռության կամ քո ջատագովելու գրավականն է կամ հետաքրքրությունն է, մի խոսքով կամ բազմաթիվ, բայց բոլորը չեն։ Ես էլի պիտի ասեմ, որ քաղաքասարակության ներսում բոլորը չեն, որ այդպիսի վարքագիծ ունեն, կան մարդիկ, ովքեր ճիշտ է իրանք շատ քիչ են, որոնք չեն վարանում, իրենք խոսում են, իրենք պայքարում են, իրենք փորձում են ծածկել դաշտը, բայց իհարկե ուժերը անհավասար են, որովհետև գիտեք, խոսացող մարդիկ բոլոր եթերներից այդ խոսացող գլուխները վազում են, գնում են բոլոր տեղերից խոսում են, բոլոր տեղերից հատկապես հանրային հեռուստաընկերության այսպես սպասված հյուրն են, տպավորությունն է, որ այդ մարդիկ քաղաքասարակության միակ ներկայացուցիչներն են ու աբանիմենտ են շահել կամ չգիտեմ, մշտական տոմս են շահել ու իրանք միշտ բոլոր քննարկումների ժամանակ գալիս են որպես այսպես քաղաքասարակության ներկայացուցիչ, բայց ակնհայտ է, չէ՞ որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի բառացիորեն պրոպագանդիստներն ու սազանդարներն են։ Մի խոսքով խնդիրները շատ են, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը այս ընթացքում կոփվել է, հասկացել է, գնահատականը շատ լավ տվել է, մնում է միայն կարողանալ նորից այդ նոր ձևավորվող թիմերին իսկապես ճիշտ առաջարկ անել ժողովրդին, վաստակել այդ վստահությունը։ Եվ վերջում Տիկին Կարապետյան կցանկանամ խոսենք, թե ընտրություններին ընդառաջ ինչ զարգացումներ են հնարավոր, որտեղ տեսնում ենք, որ որքան ժամկետը մոտենում է, այդքան մյուս կողմից թեժանում են, նոր ձայնագրություններ են ի հայտ գալիս, նոր կալանավորումներ, իրավական գործընթաց, այս առումով ինչ զարգացումներ հնարավոր կլինեն։ Ինչ մտքներով անցնում է, ինչ ձեր մտքով կանցնի, դրան գումարեք այն ինչ որ ձեր մտքով չի կարող անցնել, եւ իմացեք, որ այս ամեն ինչին դուք ականատես եք լինելու։ Ամեն գործիք, ամեն հնարավորություն, որը հնարավոր կլինի, հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել, մենք տեսնելու ենք ամեն քայլափոխին եւ բոլորի վերաբերյալ։ Սա է պատճառը, որ շատ-շատերը խուսափում են process-ի մեջ մտնել։ Օրինակ, հարց չի ծագում, ինչի 2016 թվականին հարուցված քրեական գործով, օրինակ Անդրեաս Ղուկասյանի վերաբերյալ գործը միջև հիմա կարճված չի։ Նայեք, ինչ կան անցել, համարյա 10 տարի է հեսա լռանում։ Չեն կարճել, ինչի չեն կարճում օրինակ։
Իսկ գուցե չեն կարճում, որպեսզի պարոն Անդրեաս Ղուկասյան հնարավորություն չունենա process-ներին մասնակցելու։ Իսկ ինչի օրինակ Դավիթ Սանասարյանի գործը այսքան ձգձգեցին, որ ինչ լինի, իսկ միգուցե Դավիթը պիտի չմասնակցի process-ներին կամ մահակի նման կախված լինի այդ քրեական գործը, որ հանգարց մի տեղից որոշեն, որ պիտի փակեն։ Քրեական գործեր, բռնություններ, ճնշումներ, տեսանյութերի տարածումներ, ձայնագրությունների տարածումներ, այդ ձայնագրությունների մեջ մի բացառիկ, որ կարող են լինել նաև հիմա արդեն կա մեկ այլ գործիք, արհեստական բանականություն կոչվող, որը կիրառում են դրանք։ Կարող են կիրառել, որովհետև ձայնի տեսակետից հիմա տեսակետից մինչ այս հրապարակված տեսանյութերից չեմ կարող ասել։ Օրինակ Արշակ Սրբազանի հետ կապված Ես Ռուբենի Մելիքյան փաստաբան լսեցի ու Ռուբեն պնդում էր, որ դա կարող է գեներացված լինել արհեստական բանություն, ես մասնագետ չեմ կարող ասել, բայց ամեն ինչ կարելի է այլևս սպասել։ Տեսեք, եթե տեսանյութը տարածում են, մեծ թվով մարդիկ կնայեն, թե հետո կհերքեն, չեն հերքի, դա արդեն այդքան էական չէ, որտեղ հետևանքը լինելու է այնքան ծանր, որ տպավորությունը լինելու է մեծ ծանր, որ ինչքան լուզում ես հերքի, արդեն անիմաստ է լինելու։ Կալանավորումներ, ձերբակալումներ, քրեական գործեր, ինչ եք ասում, պատահական վթարներ, բաներ, բտավոյ կենցաղային հողի վրա բռնություններ, դանակահարումներ, չգիտեմ, վրաերթեր, սպանությունների չկանխարգելումներ, հա, ամեն ինչ իմ ձեր մտքով կարա անցնի եւ չանցնի, այդ ամեն ինչը սպասեք եթերում։ Բայց ամենակարևորը, որ ստեղ չի կարելի վախենալ, որովհետեւ իրանք արդեն չկան։ Նիկոլ Փաշինյանը այլևս չկա որպես քաղաքական գործիչ։ Ինքը մնում ամենակ նրա հաշվին, որ ինքը ունի որոշակի լծակներ։ Ինքը ունի մեր այս կառավարման այս մոդելը թույլ է տալիս գալ զավթել ամբողջ իշխանությունը հ1-ից մինչև գլխավոր դատախազություն։ Դատարաններից մինչև քրեակատարողական հիմնարկներ։ Տեսա, չգիտեմ, ֆինանսական ինչ որ հոսքերից մինչև, չգիտեմ, ամեն ինչ։ Հետևաբար այս մարդիկ պիտի փորձեն վերարտադրվել, մենք պիտի դիմադրենք։ Այսինքն եթե այդ գործիքակազմը իր ձեռքում չլինի, ինքը ընդհանրապես իրենց այլևս ոչ մի բան չի ներկայացնում։ Մեր հասարակությունը իրան արդեն մերժել է։ Մերժել են օհանավանք չգնալով, մերժել են Երևանի քաղաքապետարությունների ժամանակ, մերժել են, անընդհատ մերժում են այս մարդուն։ Հետևաբար ստեղ մի կարևոր հարց կա։ Մեր լուծվում է այս պահին դրված է սեղանին կամ չգիտեմ նժարին դրված է մեր պետականություն լինել չլինելը ու այս մարդկանց օտարի խոստումներ, տված խոստումները։ Մենք պիտի հաղթենք, մենք ուրիշ տարբերակ չունենք։ Ես ամեն անգամ նորից պիտի ներողություն խնդրեմ Եռաբլրում իրենց զավակներին հողարկված մարդկանցից, բայց ես այդ օրինակը պիտի բերեմ։ Մի հատ տեսեք ինչ գին են վճարել այդ երեխեքը ու ինչ ենք անում մենք։ Արդյոք մենք բավարար գործողություններ ենք անում, որպեսզի իրենց զոհաբերությունը կարողանանք ճիշտ կապիտալիզացնենք ու այն հանուն ինչի իրանք զոհվել են, մենք ճիշտ ուղու վրա դնենք ու առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք։ Մենք պարտավոր ենք դա անել, մենք այլ ընտրանք չունենք։ Այնպես որ շատ դժվար է լինելու, սա շատ ծանր կռիվ ու պայքար է լինելու, բայց մենք ոչ պարտվելու, ոչ հուսահատվելու, ոչ հիասթափվելու, ոչ իրավունք ունենք, ոչ էլ հնարավորություն ունենք։ Սա մեր պատասխանը պիտի լինի մեր նախորդ սերունդների տված կռվին, մեր ներկայիս երիտասարդների կրված այդ պատերազմին մասնակցությունից միջև մեր ապագա սերունդների առաջ այդ պատասխանատվությունը, այսենց մեծ բանով, ռակուրսով մենք պիտի պատասխան տանք։ Մենք այս սերունդը, ներկայիս գործող սերունդը, այո, մենք բոլորս յուրաքանչյուրս պարտավոր ենք սրա արձագանքը տալ։ Ձեզ շնորհակալ եմ Ես Տիկին Կարապետյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։